Հայաստանի կառավարությունը որոշել է մարել մինչև 3 միլիոն դրամ անհուսալի վարկ ունեցողների պատկերը բանկերին։ Մարդիկ դուրս կգան սերցուցակներից, կշնչեն ազատ, բայց համաձայնեք, այստեղ մի բան այն չէ։ Չեմ ջոգում, ես հորդի այն ուզում գցի։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Պետությունը պետական բյուջեից բանկերին է փոխանցելու 450 միլիոն դոլարից ավելի փող, որպեսզի ընդհանուր մինչև 3 միլիոն դրամը չգերազանցող վարկային պատկ ունեցողների պարտավորությունները մարվեն։ Ով է սրա արդյունքում շահելու։ Երևի թե որոշ քաղաքացիներ, որոնք նորից կկարողանան վարկեր վերցնել եւ օգտվել բանկային ծառայություններից։ Իսկ ելով բնականաբար բանկերը նրանք օդից, այսինքն մեր գրպաններից կես միլիարդ դոլար փող են ստանալու։ Լավ չեք աշխատում։ Օդից, քանի որ այդ պատկերն անհուսալի են եւ դրանց վրա վաղուց խաչ էր քաշված։ Այս գործողությունը դժվար է նկարագրել այլ կերպ, քան 2026-ի ընտրությունների շեմին պետական մակարդակով ընտրակաշառք։ Հիշեցնեմ, որ նույն կառավարությունը փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռն է բարձրացնում, որպեսզի տարեկան 50 միլիոն դոլար ավելի եկամուտ ստանա։ Այսինքն մի ձեռքով քերում է փոքր եւ միջին բիզնեսմեններին, մյուս ձեռքով փող նվիրում խոշորներին, բանկերին։ Իսկ ինչ կարող էր անել նման իրավիճակում նորմալ պետությունը, որը ձեռքի տակ ուներ կես միլիարդ դոլար ազատ գումար։ Ինչքան փող է մնացել մոտներս։ Այսքան Ես շատ է, արի գնանք կազինո կրվենք, որ շուտ պրծնենք այս փողերից։ Կարող էր այդ գումարով արդյունաբերական համալիր ստեղծել, ինչը երկրում կունենար մուլտիպլիկատիվ էֆեկտ, որից կօգտվեին թե բանկերին պատկ ունեցող քաղաքացիները, թե բանկերը եւ բնականաբար պետությունը, բայց դա կաներ նորմալ պետությունը։ Բա որ ասում եմ արա, անասուն երկիրա։ Փորձեք հիշել սա։